Բարելիս, այսօր մարտի 4-ին ժամը 11-ին մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում Ուկրաինա զարգացումները Ղրիմում թեմայով։ Քննարկման բանախոսներն են Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, համաձայնություն կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ Դեսգբրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակներում այսօր Նաիրի կինոթատրոնում կարող եք դիտել «Ձայն կորստից հետո» ֆիլմը ժամը 16:39 անգլերեն, իսկ 18:39 հայերեն ենթագրերով։ Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերած պայմանավորության համաձայն վաղը մարտի 5-ին Կրասնոդարում տեղի կունենա Հայաստան-Ռուսաստան ընկերական հանդիպումը։ Այսօր հատուկ չարտերային չվերթով Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Կրասնոդար։ Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի Կուբան մարզադաշտում վաղը մարտի 5-ին ժամը 18-ին։ 1678 թվականի մարտի 4-ին Վենետիկում ծնվել է իտալացի երգահան, ջութակահար, մանկավարժ դիրիժոր Անտոնիո Լուչիո Վիվալդին։ Ջութակ նվագել սովորել է իր հոր Ջովանի Բատիստա Վիվալդիից, որը Սուրբ Մարկոսի տաճարի ջութակահարն էր։ Վիվալդիի համաեվրոպական ճանաչման շրջանը 1720-ական թվականներն են, երբ նա պատվերներ էր ստանում Եվրոպայի միապետներից եւ ազնվականներից։ Դրանից հետո նա մեկ ընդմիշտ տեղ գրավեց երաժշտության համաշխարհային մեծագույն աստղերի կողքին։ Իսկ Երևանում այս պայծրից բարձր 7 աստիճան է, սպասվում է անձրևային եղանակ։ Ծանոթացեք եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։